Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ, այսօր ապրիլի 19-ն է, տեղական ժամանակով ժամը 2:30 Խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այս եթերը ձայնային, առանձնակի ձայնային է։ Սրանով ես ուզում եմ անդրադառնալ մի քանի հոգու, այդ թվում Սամվել Կարապետյանին եւ Էդգար Համբարձումյան ոմն Թամադու։ Բայց մինչև դրանց անցնելը մի քանի կուլտուրական մեջբերում։ Ուրեմն այսօր ինձ տեղեկացրեցին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչվածը չես հասկանում, վերջը կնիկը չի, ընկերուհին է, դիցուհին է, գյորֆրենդն է, բոյֆրենդն է, էլի դոշին խփած էլ է գնացել լեննական, այսինքն այս մարդկանց դաժե ընտանիքը անհասկանալի է։ Մի օր բանը սիրուհու կարգավիճակա, մի օր կնգա կարգավիճակա, հաջորդ օրը բաժանվում են իրարից, մի ժամ հետո էլի գալի իրար հետ միանում են, քանի կար վարձով էր գնացել Աննա Բոլեին պորնիկը մնամ, հիմա եկել ձեռը բռնեն ընկել են Լեննագանի քուչեքը, գնացել են հարավ-հյուսիս ճանապարհը վերջապես բացեցին, 30 տարի է հարավ-հյուսիս են սարքան, 30 տարի է, վերջապես սարքվավ, վերջապես, այդքան փողեր լապելուց հետո սարքվավ, գնացել ճամփայա բացում ու հերթապար գրուպիրովկեքն էլ հետը գցած։ Այդ նույն մարդիկ, այդ նույն մեքենաները, մեկտեն մեսիա հետ կիրովականը են, ընդեղ են իրան դիմավորում։ Մեկտեն մեսիա հետ, չգիտեմ, Արարատում են, Արտաշատում են, հիմա Լեննագանն են, ես չեմ կարող հասկանամ, դրա հետի մարդիկ Հայաստանի տարբեր տեղեր են մնում, կամ Նիկոլականներ, դուք ձեզ դրել եք գժիտեղ, այսինքն նույն մարդկանց դուք տարբեր տեղեր մանտալով, տարբեր տեղեր Նիկոլին դիմավորել, ուզում եք ասեք Նիկոլ տես քեզի մարդիկ սիրտ դիմավորում են, առաջան, ես ուզում եմ հասկանամ հոգեկան հիվանդությունը ունի աստիճաններ, ստադիաներ, ձեր մոտ այն ամենավերջինը տվյանց է, կամ այն Արամ MP3 ձևով հայոց ազգը կակի բենիտ մեջ տղաճան, սրբուկ պորնիգնովա, չգիտեմ, սրբուկ ոմն, և Սարո Գևորգյան, ես Ղախպենովա, առաջան, ուրեմն ես հասկանում եմ, որ արվեստի մարդկանց մեջ լիքն են նամանավանդ Հայաստանում, որ փողը կողես ծծերի արանքը, Ալիևի տղու հարսանիքին էլ կետանք երկեն, դուք սրբություն չունեք։ Ես այս երկրում եմ մենակ հլը որ ստեղ եմ տեսել, որ արվեստի մարդիկ, և նաև Եվրոպայում էլ կա, որ հլնում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնում են, անգամ Ռուսաստանում էլ եք տեսել, ներողություն, ընդեղ էլ, որ երկչուհիը ունի քաղաքացիական դիրքորոշում, հլնում է իշխանությունը քննադատում է, նամանավանդ ստեղ, ու այդ իշխանությունը թեկուզ միլիարդներ էլ տա, կյանքում չեն գնա, այս իշխանության համար չեն երկի, միլիարդներ, միլիոններ, դուք 300,000 դրամի համար, 500,000 դրամի համար, ուզում է կապիտուլյանտ լինի, ուզում է հողատուր լինի, ուզում է պետական դավաճան լինի, ուզում է 5,000 հոգու գլուխ կերածել լինի, արամ են պետի, դու թասիվ նամուս արժանապատվություն, կամ են Սարոն ունեք արա։ Լավ, դուք ես ինչ երևույթ եք, դուք ասում էլի փողը տան, դուք ետակ Ալիևի չէ, են դուք գեներալների, ադրբեջանցի գեներալների համար էլ եք երկեք, այդպես դուք սրբապիղծ եք, չեմ ուզում քֆուր տան, քֆուրից բառապաշարը խնայում եմ այս բլոգեր Էդգար Համբարձումյանի համար։ Ես ուզեցի ասեմ, որ մի գեղեցիկ օր, ես ձեզանից շատ շուտով հաշիվ եմ պահանջելու այս ամենի համար։ Հիմա, ուրեմն Տաշի Սամո լսի ինձ շատ ուշադիր տղաջան, ես շատ լավ գիտեմ, որ դու խոսալ չգիտես, այդ գեղավերա խոսալը այդ նորմալ է, իմ համար, կարած գեղավերա հլնես, ինձ պատասխանես, ես է ոչ հիմա քո հետ խոսում եմ, չէ, այդպես, բայց իմ համար տարօրինակ է, որ դու, որ քո հասարակությունն լավ չեք, ոչ, չգիտեմ, համարձակություն եք արձագանքելու, լավ, էդի ձեր անձնական իրավունքն է, բայց ես չեմ կարողանում հասկանամ, քո որ մի բոզի տղեն է, հել եք գնացել այս Թամադա Էդգար Համբարձումյանի կնգա լիպչիկի տրուսիկի արակը 200,000 ռուբլի փողակով է, ասել է հելի, դոգի մասին խոսա, դոգին կռվի։ Հիմա այս աղբիս տղեն, ես հրա տունը ծսցնեմ, ինչ ասեմ, ասեմ բանը Տաշի Սամոն ամեն տեղ կարողություններ ունի, համեմատություն հասկացում, իմ և քո միջև, ասեմ Տաշի Սամոն սերի ժողովուրդ ամեն տեղ կարողություններ ունի, իրանը սիստեմա է, սիստեման աշխատում է, ամեն եկը կարողություն ունի,
դուք դոգի մի ընտրեք, դուք գնացեք տաշի սամոյն ընտրեք, որտեղ ինքը ամեն երկրորդ կարողություններ ունի։ Հələ սպորնիկի սնունդին նայ։ Իանը սիստեմա ասում է ինքը որ ինքն էլ բանտում լինի, իա հացաբուլկեղեն էլ բանտում լինի, ո բանտում, իա սիստեման աշխատում, այսինքն մի հատ համատա բոզից տղա, հելելա, երկրի կառավարումը, պետական կառավարումը, բելը համեմատում է առևտրի կենտրոնի կամ չգիտեմ մի հատ սուպերմարկետի կառավարման հետ, ասում է իանը սիստեմա է։ Ու ոչ մեկ, այսինքն այնքան ուղեղ չունի, որ չասեն ավելի վատ, որ ինքը ամեն տեղ առևտրի կենտրոններ, առևտրի ինչ-որ օջախներ, կարողություն ունի։ Այս մի երկրի ասածը չարեց, այդ երկիրը այդ առևտրի կենտրոնը կկողի, Էդգար Համբարձումյանի կընկա ոռը։ Այս մի երկրի ասածը չարեց, այդ մի երկրի այդ առևտրի կենտրոնը ձեռից կվեկալի, ոչ որ Հայաստանում դրին, հետերը ձեռից վեկալա, եւ ճիշտ արեցին։ Հասկանում եք։ Ու հենց ինչ ասում, ասում է կարող է Վարդան Ղուկասյանը մեռել է։ Հələ լսիլ եք։ Մեռելը ասում է искусственный ինտելեկտով սարքած խոսը մի հավատացեք Վարդան Ղուկասյանը մեռել է։ Կարող ասում է դու հլի վիդեո անի։ Ուրեմն ինչ էր Էդգար Համբարձումյան քունեմ լավից բերանը կարաս ինձ ցույց տաս մի հատ բերտ որտեղ ոչ կարաս անես վիդեո հա որտեղ որի հեռախոս վեկալես հեռախոսով վիդեո անես ու մտնես խոսես այն էլ Ամերիկայի նման երկրում ընդամենը մի քանի ամիս առաջ Վարդան Ղուկասյանի հետևորդները 22-18 մեքենա չեմ հաշվում Հելան եկան Հենդերսոն բանդի դեմը ակցիա արեցին դրոշակներով չգիտեմ պաստառներով ազատություն Վարդան Ղուկասյանի միլիցիա հելան դիմավորեցին ծաղիկներով իմ հետևորդները գնացին միլիցիայի մոտ իմ սաղ իմ նկարներն են այդ միլիցիա չէին ասի ելել Ամերիկայում այքով մաման քունեմ ելել Ամերիկայում այդ միլիցիա չէին ասի այս ուկում համարեք այդ մասը մեռել է կամ Վարդան Ղուկասյանը մեռել է Las Vegas-ի 8-րդ հերոստալիքը տուպոյ բոզի տղամը YouTube խփի Las Vegas-ի 8-րդ հերոստալիքը մի 7-8 ռեպորտաժ է պատրաստել Վարդան Ղուկասյանի վրով այս սաղ տարի 4 ամսվա մեջ Մեռած մարդու վրով որ ռեպորտաժ տան նահանգի դատախազը այս Department Homeland Security չէին ասես մարդը մեռել է այս մարդու ռեպորտաժի չեկան կամ դատական նիստը 7 ամիս գնաց միայն առաջի Էմիգրացիոն դատականիստը 7 ամիս դատա գնացել։ Մեռած մարդու վրով 7 ամիս դատա եմ տուպոյ լավդ քունեմ, հա։ Կամ հիմա էլ դատական process-ը շարունակվում է habeas corpus, այդպես բառեր լսել ես, թամադա բոզից տղա, habeas corpus։ Այսինքն ֆեդերալ դատարանում դատա գնը, որ թույլ տվեք Վարդան Ղուկասյանի 6 բացաբան կռիվ են տալի նահանգի դատախազի հետ։ Ասում են թույլ տվեք այս մարդը գնալ, այս մարդն ասում է երկիրը լքի, այս մարդը պատրաստական է երկիրը լքելու, դռները բացեք թույլ տա։ Կամ այս նույն Հենդերսոնը ունի ծրագիր, քունեմ լավդ, որ հանգիստ մտնում տերում ես ամեն մի կալանավորը հիվանդանոց երբագնաց է, սաղա թե մեռել է։ Ինչ ես հել է քարոզը ասում ես Վարդան Ղուկասյանը մեռել է, կարող է մեռել է, կարող искусственный интеллектով, հիմա искусственный ինտելեկտով լցեմ բենիտ մեջ, տունատ քունեմ, искусственный ինտելեկտ, կամ գնաց եք կպել ես են Անի Խուդավերձյանի, Անի Խուդավերձյանը դու ինչ գործ ունես, ասում ես Անի Խուդավերձյանը, Անի Խուդավերձյանը վաղուց կուսակցության նախագահ չի, Անի Խուդավերձյանը քաքի նավարիտ բերանը, ասում է Վարդան Ղուկասյանը ոչինչ չունի, Վարդան Ղուկասյանը կուսակցություն ունի, Հայաստանի Հանրապետության արտարադատության նախարարության կողմից պետական ռեգիստրով գրանցված կուսակցություն ունի, դաշիրդ ինչ ունի, դաժե կուսակցություն չունի, ոչխարի նման է ժողովրդին չեմ ուզում ոչ մեկին վիրավորացնել եմ, կսմա հետևից մանատալ եմ, բայց ոչ մեկ չասեմ այդ տղա, դու դաժե կուսակցություն չունես, դու դուրսան ոնց ես էտալու, են աշխի սուսը չի, որ ասեմ է, թե կուսակցություն չունի ինգեր Նիկոլը, դե ճիշտ էր ասեմ, կուսակցություն չունես, տղա ջան դաժե Այդ կուսակցության նախագահները, բայց մարդիկ ովքեր են, այդ էլ է սիստեմա, դա քաղաքական սիստեմա է, տոպոյ բոզի տղա, չես փողը տան հարսանիքի ժամանակ կնես, խմենք հարս ու պես ու կենացը, ինչքան հարս ու պես ու կենաց ես խմե, այդ սաղ պես է կծծն է նավարիտ, պես արեստական բանականությունն ասում է, ես չեմ ասում, հիմա լսի ինձ ուշադիր Սամվել Կարապետյան, տղա ջան, դու հատում ես կարմիր գիծը, Եթե եւս մի անգամ որևիցե մի հատ բլոգեր թամադա հելավ քեզ գովումը ախպեր թողովա փողը տվել եք ես բան չունեմ ասելու քաղաքական պայքարը
Տարեք փողը կողեք ծծերների արանքը դրանց կնանիքի աղջկեքի, աղբեր թող քեզ մութ բախ չեն, որ ասում է, սազով քիզ գովիմ նազով, թողեք ալեք ու գովեն, ինչքան ուզում են, բայց եթե եւս մի անգամ, որևիցե մի հատ բոզի սաղա, հելավ, ու սենց խոսած ասեց Վարդան Ղուկասյան մինտրեք, ինքը սիստեմա չունի, գնացեք տաշիր ընտրեք, տաշիր, ես քո աղջկան մինչև մա չեմ կպել եւ ինձ թույլ չեմ տալիս կպնելու։ Ես քո կնգան դիտողություն եմ երև ոչ հավել։ Տաշիր երնեք կտաս Արշակ Հակոբյանի, Մարսա Վասիլևնային ու Պորնիկ աղջկեքին։ Ի գիտություն քեզ, ես քեզ գուշացնում եմ։ Ես դաժե մտածում եմ, որ կարող դու խաբար չես, որևիցե մի բոզի սղա, գնացել է սրական բայկը վիտրոսիկի արանքը փողա կողե, ես էլ հələ խոսում եմ։ Դամա հələ ես բան չեմ ասում։ Ես քեզ հրապարակայնորեն զգուշացնում եմ։ Բան ես ասելու, հա, հել ինքդ ասա, ես էլ հələ քեզի պատասխանեմ։ Առանց քոտուն մտնելու։ Դու ինքդ խոսա։ Չես խոսում, կազմական իրավունքն է, բայց կողից այսպես շուն ու շանգյալ, թամադա, հիվանդանոցի սանիտար քալ, չգիտեմ վարսավիշ, պոչում, մոչում, հանեկցել ես մեդան ու հանկարծ փորձել իմ մոտից մի հատ ձայն խլի տանի, դաշիշ։ Երնեք կտաս Արշակ Հակոբյանին, ես քեզ զգուշացնում եմ։ Իսկ ինչ վերաբերում է Էդգար քեզ, ուրեմն ես քեզ խոստանում եմ, որ մոտ ժամանակներս դու իմ դեմքը կտենաս։ Հիմա դա կլինի վիդեոյով, թե ինչով, թե տելևիզորով, թե յութուբով, բայց դու իմ դեմքը կտենաս, ո՞ց եմ ես քեզ հասցնում։ Արհեստական բանականությամբ։ Լավ է, դի բառներ սովորել ենք։ Արհեստական բանականությունը ո՞րն է այդ տղա։ Որ էս ինչ ես խոսում։ Ինչը, ասա Վարդան Ղուկասյանը մեռել է, Վարդան Ղուկասյանը մեռել է, դիակնուր է։ Այդ է սերած ամերիկան պահամա Վարդան Ղուկասյանի։ Մեռած մարդուն տալը մենք ենթանի, 7 ամիս այդ դատավորը դրի ինքնյան գժի տեղ դրած, մեռած մարդ էր բանանում դատական գործեր կննը, հիմա էր վերաքննիչ միգրացիոն դատարանում է կննվում, մեռած մարդու դատական գործը, որը կոչվում է BIA, դու եկան անգրագետ բոզի տղա ես, որ դաշի հասարակվան կոմես չես վերլուծում, նո հլը ենքան որ խոսայել եմ ինչ-որ մի անգրագետի ուղեղի վրա ատին ասեն Վարդան Ղուկասյանը մերելա կուսակցություն, դա անասմավ սիստեմա է աշխատացնում, ախր դու կրնայեք բեզակալոնկի, տարգովի ցենտրի, հացաբուլկեղենի կառավարումը բերել է հայմատումը, եկետ ասմա տաշիրը չլի, միևնույն ասմա սիստեման աշխատում է, դու կսեն նայեք հլը, այս սրան նմաններն են խայտարակում ռեսպուբլիկան, այս սրան նմանները երկիրը հասրեցին այսօրվան, որ երկրի կառավարումը բերեցին հայմատեցին սուպերմարկետի կառավարման հետ, որ ամեն մի սուպերմարկետ, որ մտնում ես մենեջերին, որ նայում ես ծծեր, պծեր, սաղ, փչած մի հատ բոզի ագարկա, ընդե դրած այս կոմից են կոմանկանում, այն կոմից են կոմ, այ ասենց են, այսօր երկիրն են կառավարում, որ մտնում ես Սուրեն Պապիկյանի հիմնարկը, սաղ տլոյա, սաղ, այդ սաղ աշխատակազմը տլո, գնում ես պուպուլի մոտ տլոյա, ու մոտ գնում ես տլոյա, մտնում ես MVD տլո, տատակազություն տլո, սաղ տլո, այս են սենարը, դու ինձ հասկացար տաշիր, ես քեզ մարսավարից գուշացնում եմ, ես քո համար Նիկոլը չեմ, այդ քո Նիկոլի խաղը իմոտ չի անցնել, որ հլնեք արա լսում ես, քեզի Սամվելը բան ունի ասել, ինելն ասի, ես ես կսել ընկացնեմ, ես քեզ ուրիշ բան կանեմ բարի ամենաբուն իմաստով, ես քո համար Նիկոլը չեմ, չփորձես ռասերը խառնել իրար, սերով կփոխեմ, հասկացաք դուք ինչ է, սաղատ, այսքանը շնորհակալություն, ամենայն հարգանքով Վարդան Ղուկասյան, իսկուսственный ինտելեկտը, դնի բենից մեջ, համադա բոզի տղա, հաջողություն։